Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվության համաձայն այսօր ցերեկ է Նախիջևանի ինքնավարությունը հարձակման է ենթարկվել Իրանի տարածքից։ Ըստ աղբյուրի Ադրբեջանի տարածքին հարվածներ են հասցվել անօդաչու սարքերի միջոցով, շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, ինչ նոր մանրամասներ կան։ Եթե հավատակ ադրբեջանական աղբյուրներին, ուրեմն կես օրին մոտ Իրանի տարածքից արձակված 4 անօդաչու սարքեր խոցել են Նախիջևանի տարածքում տարբեր օբյեկտներ, նրանցից 3-ը ենթադրաբար Արաշ 2 տեսակի անօդաչուն հարված են հասցրել Նախիջևանի օդանավակայանի տերմինալներից մեկին, իսկ մեկը ընկել է Շաքերաբադ գյուղի դպրոցից ոչ հեռու։ Արդյունքում բռնկվել է կրակ է հրդեհ է բռնկվել, 4 տուժողներ կան, վիրավոր են, հիվանդանոց են տեղափոխվել, քրեական գործ է հարուցվել միջազգային ահաբեկչության համար դատապարտող հոդվածով։ Այս ամենը կարող էր անսպասելի թվալ, քանի որ վերջին օրերի զարգացումները թույլ չէին տալիս ենթադրել, որ Ադրբեջանը եւս հարձակման կենթարկվի Իրանի կողմից։ Համենայն դեպս Ալիևը ամեն ինչ կարծես թե արել էր իր կողմից դա կանխելու նպատակով։ Տպավորություն կա, որ նա ձգտում էր երևալ ավելի կաթոլիկ քան Հռոմի Պապը։ Ադրբեջանի արտգործնախարարությունը ցավակցություն էր հայտնել Իրանին Խաթամի սպանության կապակցությամբ, անվանելով նրան եղբայրական ազգի առաջնորդ։ Իսրայելում շատերի դուրը դա չէր եկել։ Իլհամ Ալիևը անձամբ այցելել էր Բաքվում Իրանի դեսպանություն ցավակցություն հայտնելու համար։ Մի բան, ինչը աշխարհում չէր արել ոչ մի առաջնորդ Պակիստանի նախագահից բացի։ Դա եւս Իսրայելի մամուլին թույլ էր տալիս այսպես գնահատել եւ հայտարարել, որ նա դավաճանել է իսրայելցին իր պարտներներին եւ չի կատարում այն, ինչի խոստումը տվել է։ Բայց փաստորեն ստացվում է, որ այս ամենը նրան չապահովագրեց անխուսափելիից եւ նրա փորձերը երկու աթոռներին միաժամանակ նստելու որևէ դրական արդյունք չտվեցին, արդյունքում նա հարաբերություններ փչացրեց թե Իսրայելի, թե Իրանի հետ։ Արտյոմ, ըստ կատվության Իրանի արտգործնախարարությունը ՊՆ-ն անմիջապես արձագանքել են։ Ավելի կարևոր, ավելի խիստ գնահատականներ է տվել անձամբ Իլհամ Ալիևը, գումարելով անվտանգության խորհրդի նիստ, որին ժամանակ անվանել է, որակել է տեղի ունեցածը որպես ահաբեկչական ակտ ադրբեջանական պետության դեմ։ Նա հայտարարել է, մեջբերեմ նրա խոսքերը, այդ պատիվ չունեցող մարդիկ կզղջան։ Նա ասել է, որ զինված ուժերին հրամանատարին համապատասխան հանձնարարություններ է տվել եւ որ անհրաժեշտ քայլերի ծրագիրը մշակվում է եւ շուտով իրականություն կդառնա։ Մենք չենք հաշտվի ահաբեկչության այս քայլի հետ։ Թշնամական ուժը կբախվի մեր երկաթե բռունցքին, ասել է Իլհամ Ալիևը։ Հիշեցնեմ, Ադրբեջանում երկաթե բռունցք էին անվանել Արցախի օկուպացիայի այդ օպերացիան, արդյոք այս բառակապակցության օգտագործումը նշանակում է, որ այժմ էլ Ադրբեջանի իշխանությունները մտադիր են օկուպացիայի ենթարկել Իրանի հյուսիսային նահանգները, որը Բաքվում հարավային Ադրբեջան են անվանում, չեմ կարող ասել։ Ադրբեջանի արտգործնախարարությունը իր մոտ է կանչել Իրանի դեսպանին, որին բողոքի նոտա է ներկայացվել, արտգործնախարարությունը տարածած հաղորդագրությունում պնդում է, որ ադրբեջանական կողմը վերապահում է իրեն իրավունք անհրաժեշտ համապատասխան քայլեր ձեռնարկելու։ Պաշտպանության նախարարությունը նույնպես իր հայտարարության մեջ գրում է, որ անպատասխան չի մնա այս քայլը եւ որ այժմ նախապատրաստվում են adekvat քայլերը, որոնք շուտով իրականություն կլինեն։ Ադրբեջանի մեջլիսի իշխանամետ պատգամավոր Ֆազիլ Մուսթաֆան հայտարարել է, որ նման բան երբեք Ադրբեջանի ժողովուրդը չի ների, որ Ադրբեջանը ունի հզոր դաշնակիցներ, որոնց հետ միասին կկատարի պատասխան քայլը։ Նշեմ, որ արդեն ուրվագծվում է, թե որոնք են այդ հզոր դաշնակիցները, քանի որ այս պահի դրությամբ Թուրքիայի, Իսրայելի, Սաուդյան Արաբիայի եւ Քաթարի արտգործնախարարություններն են Ադրբեջանին համերաշխություն հայտնել։ Թեհրանը ինչպես է մեկնաբանում իր գործողությունները։ Հետաքրքիր է, որ Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Ղազեմ Ղարիբադիի մեկնաբանությունը բավական անորոշ էր, այն տարբեր կերպ կարելի է գնահատել եւ ընկալել։ Մի կողմից նա կարծես թե հերքում է այն, որ Իրանը
Ադրբեջանի ուղղությամբ հարված է հասցրել, մյուս կողմից հայտարարությունում մեջ ասվում է, որ Իրանը այսուհետ եւս հարվածներ է հասցնելու այն Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ռազմահանգրվանների ուղղությամբ, որոնք գործում են այլ պետությունների տարածքում։ Ըստ էության կարելի է այս մեկնաբանությունը ընկալել որպես անուղղակի հաստատում այն փաստի, որ Իրանը իսկապես արտոնել է այս հարվածը։ Նշեմ, որ շատ նման մեկնաբանություններ տվել արտգործնախարար Աբբաս Արաքչին այն բանից հետո, երբ թուրքական երբ թուրքերին հաջողվեց մեկուսացնել իրանական անօդաչու սարքը, որի նպատակն էր խոցել Ինջերլիկ ռազմաբազան։ Այդ ժամանակ նա եւս ակնարկեց, որ այսուհետ եւս Իրանը իրեն իրավունք է վերապահելու հարվածներ հասցնելու հարևան պետությունների Միացյալ Նահանգների եւ իսրայելական ռազմաբազաների ուղղությամբ։ Արդյոք այս զարգացումները ինչ են նշանակում։ Դե Իրանում իհարկե որևէ կասկած չունեն, որ Ադրբեջանը Իսրայելի կողմից օգտագործվում էր առնվազն հետախուզության նպատակով, իսկ Միացյալ Նահանգները նաև այսպես օգտագործում էին Ադրբեջանի տարածքները իրենց հարվածները ուղղորդելու նպատակով, բայց համենայն դեպս Ադրբեջանի տարածքում չկան օդանավակայաններ կամ ռազմաբազաներ, որոնցից ենթադրենք օրինակի համար թռչում էին կործանիչները Իրանի վրա հարված հասցնելու համար կամ հրթիռներ էին արձակվում, ինչպես ծոցի երկրների տարածքում։ Այդ իմաստով այս հարվածը կարող էր իսկապես անսպասելի թվալ, համենայն դեպս ակնհայտ է, որ այն ուրիշ նպատակ է հետապնդում։ Եթե ծոցի երկրների տարածքում հասցվող հարվածները նպատակ են հետապնդում ոչնչացնել ամերիկյան ռազմական ենթակառուցվածքը, ապա Նախիջևանի ուղղությամբ այս հարվածը ավելի շուտ կարծում եմ զգուշացում էր Իլհամ Ալիևին կամ նախապատրաստում էր մեկ այլ ավելի կարևոր քայլին։ Օրինակ արաբական մամուլը գրում է, որ ավելի տրամաբանական կլիներ, եթե իրանցիները հարված հասցնեին ոչ թե Նախիջևանի օդանավակայանի, այլ Բաքու Ջեյհան նավթատարի ուղղությամբ։ Եվ իսկապես գիտենք, որ այդ նավթատարի շնորհիվ Իսրայելը ստանում է իր համար անհրաժեշտ նավթի ծավալի 30%-ը, եւ դա չափազանց կարևոր է Իսրայելի տնտեսության եւ ռազմաարդյունաբերական համալիրի համար։ Եվ չի բացառվում, որ այս հարվածը ընդամենը նախապատրաստություն էր հաջորդ քայլի համար, որը կլինի իսկապես այդ նավթատարի շարքից հանելը։ Հիմա մեծ է հավանականությունը, որ իսկապես Բաքուն կարող է հարվածել։ Դժվար է նման գնահատական տալ, համենայն դեպս թուրքական Haberler պարբերականի տեղեկությունների համաձայն դեռևս այս միջադեպից առաջ Ադրբեջանի զինուժը լուրջ ստորաբաժանումներ էր կուտակել Իրանի սահմանի մոտ, թե տեղեկություն կար այն մասին, որ զինվորականների եւ սպաների արձակուրդները չեղարկվել են եւ որ սահմանի մոտ նոր ուժեր են լուրջ կուտակված, այդ թվում նաեւ տեխնիկա անօդաչու սարքերի շարժը կանխելու համար։ Շնորհակալություն Արծու։